Ապրիլի 7-ից համացանցում մեծ ֆուրոր է առաջացրել Ջենիֆեր Լոպեսի J-Lo-ի կայանալիք մենահամերգը Երևանում։ Հանգամանքը, որ հանրային մեծ ճանաչում ունեցող ամերիկացի երգչուհին մենահամերգ է տալիս Հայաստանի Հանրապետությունում, հիանալի է, սակայն ինչքանով է փաստ, որ երգչուհին կգա Հայաստան, պարզ չէ, քանի որ նման օրինակ դեպքի մեկ անգամ բախվել է Հայաստանի Հանրապետությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանում պետք է ելույթ ունենար մեկ այլ արտիստ, ամերիկացի рэփեր Snoop Dogg-ը, որի համերգն ի սկզբանե նախատեսված է եղել 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, որը հետաձգվեց, այնուհետև չեղարկվեց։ Snoop Dogg-ի պայմանագրում հայտնի էր, թե որ ընկերությունն է կազմակերպել рэփերի համերգը Երևանում, սակայն J-Lo-ի դեպքում ամեն բան մշուշոտ է եւ մինչ այս պահը պարզ չէ, թե ով է կազմակերպել երգչուհու համերգը։ Ժողովուրդ օրաթերթը կապ է հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարության, Երևանի քաղաքապետարանի հետ պարզելու, թե ունեն արդյոք կառույցները որևէ կապ J-Lo-ի Երևանում կայանալիք համերգի հետ, թե ոչ։ Սակայն նշված բոլոր կառույցներից ստացանք ժխտողական պատասխան։ Նշենք, որ երգչուհու համերգը տեղի է ունենալու Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում օգոստոսի 3-ին։ Ժողովուրդ օրաթերթը նույն հարցով կապ է հաստատել նաև Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի ներկայացուցիչների հետ։ Մարզադաշտից փոխանցեցին, որ իրենք ոչինչից տեղյակ չեն, թե ում հովանավորությամբ եւ ջանքերով կամ հորդորով է J-Lo-ն գալիս Հայաստան, պարզ չէ, մնում է միայն սպասել։